Մանուկյան այսօր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալը շեշտել է, որ վնասազերծվել է մի խումբ, որն ունեցել է հստակ նպատակներ, ունեցել է հստակ մշակված ծրագիր, ընտրված են եղել հանցագործության թիրախներ եւ կատարման եղանակները։ Նշել է, որ այդ հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, պետական գործիչների, քաղաքական անձանց, իշխանության առանձին ճյուղերի եւ պետական առանձին մարմինների դեմ։ Եթե մի ծառայություն, որից ժողովուրդը վախենում է առ այսօր, հասարակ ժողովուրդը, ի նկատի ունեմ հովից, մինչև այն հասարակ ժողովուրդը, արդեն շատ բան է ասում այդ ծառայության մասին, իսկ այդ ծառայությունը բանսարկության մեջ պրոֆեսիոնալ վարպետ է, շեղվել է եւ իր պարտականությունները չի կատարում։ Այնպես որ դեռ այն որ իրավիճակը արդեն անկանխատեսելի է, որտեղ ելք են փնտրում բոլորն էլ, դա ակնհայտ է, բայց միևնույն ժամանակ պիտի ասեմ, որ անկանխատեսելի է նաև այդ ծառայության գործելավոճը։ Սրանց արհեստականը եւ բնականը խառնել են իրար։ Շատ դժվար է հասկանալ սրանց գործունեության ոճը, ամեն դեպքում դեռ վաղ է կարծիք արտահայտել, բայց ես իմ ասելիքս ամբողջ կանում եմ նրանում, որ սրանք մեզ բախտ է վիճակվել հանդիպել սրանց գործելավոճին։ Սրանք զրոյից կարող են բան նկարել։ Ցավալի է, որ նման իրավիճակում ենք հայտնվել, շուտով կզուլալի է, ամեն ինչը տեղի կընկնի։ Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը նույնպես ձերբակալվել է, կային նաև այլ ազատամարտիկներ, այդ 21 անձանց մեջ։ Ես ճիշտ ասած նրանցից շատ քչերին եմ ճանաչում, ընդհանրապես շփում էլ չեմ ունեցել։ Խաչիկ Ավետիսյանին ճանաչում եմ դեռ Արցախի Փարուղի ինքնապաշտպանության հրամանատարներ երիտասարդ տղա։ Ճանաչում եմ։ Մարտական գործողությունների ենք մասնակցել միասին։ Չեմ կարծում, որ անկանոն բան պիտի կազմակերպեին, բայց կրկնում եմ, բանսարկության մեջ սրանց շատ դժվար է, թե ինչ գործիքներով են օգտվում։ Սրանք գործիչներ չեն, գործիքներ են։ Ցավալի է, երևույթը շատ ցավալի է, վաղը կարող է մի հատ հովիվ ինչ որ մի բան անել։ Իսկ մենք կազմակերպված այս մեր միասնությունը, որ ուժ է այս խոսքով, դեկտեմբերի 1 են գնում։ Սա որքանով կարող է պայմանավորված լինել դեկտեմբերի 1-ից առաջ այ վախի մթնոլորտ ստեղծել կամ այլ տրամադրություն։ Ամբողջը տանում է հենց դրա վրա, ամբողջը տանում է հենց դրա վրա, որովհետև այսօր տեսնում եմ, որ այս փրկության ճակատը իրոք լուրջ գնում է եւ ժողովուրդն է տեսնում, որ փրկության ճակատ է, որտեղ միավորվել է եւ ազնիվ մտավորականը դեմքը չկորցրած եւ կարգին անցյալ ունեցող զինվորականը դարձյալ դեմքը չկորցրած։ Իսկ ցանկացած ժողովուրդ հիմնված է բազկից եւ մտքից։ Մտքի եւ բազկի հավաքական ծաղիկ է, դրա համար էլ վախի մթնոլորտ են ստեղծել։ Մենք որտեղ որ գնում ենք, մեր հետևից մտնում են պետանվտանգության այդ նույն պետանվտանգության աշխատակիցները, ոստիկանները, քրեական անցյալ ունեցող հեղինակությունները եւ ճնշում են գործադրում։ Սա ճնշման մի դրսևորում է, որը շատ կեղտոտ շոու է։ Ես որպես նույնիսկ մի քիչ չեմ ասում պրոֆեսիոնալ, բայց ճանապարհ անցած մի մարդ նման խմբի բանում, եթե կասկա ես տեսնում, քիչ էր մնում այնտեղ լիներ Արնոլդ Շվարցնեգերի նկարը, չգիտեմ, այսենց ու բաներ։ Մի կողմից էլ նայում ես ավելի շատ հասարակած տաներ նմանեցնում, էլի։